Պարոն Մանուկյան, պետք է խնդրեմ փոքր-ինչ բացել Սամվել Կարապետյանի 5 քայլերը դեպի ուժեղ Հայաստան տնտեսական ծրագրի բոլոր 5 դրույթները, բոլոր նրանց, ում վերաբերելի է բավականին ընկալելի ձևով։ Առաջին կետում խոսվում է 300,000 նոր աշխատատեղերի ստեղծման մասին, որ ոլորտներում են դրանք լինելու, ինչի հաշվին եւ ինչ հաշվարկների վրա է հիմնված այդ թիվը։ 300,000 աշխատատեղը, որը վերաբերում է մեր 5 քայլերից առաջին կետին, ուզում եմ առանձնացնել, որ 300,000 աշխատատեղ ստեղծելով դա չի լինելու դեռևս 1 տարում։ 5 տարում, այո, կարող ենք ստեղծել 300,000 աշխատատեղ, ինչպես եւ նշվել է Սամվել Կարապետյանը, այո, կարող ենք այս կերպ ստեղծել աշխատատեղ, որը կարող է հասնել Հայաստանում ունենալ հետեւյալ կերպ, ունենալ 1 միլիոն տեղ աշխատատեղ։ Եվ հետեւյալ կերպ, հիմնականում մասնավորապես մարզերում է առանձնացվելու ունենալ աշխատատեղը Երևանյան աշխատավարձով, սա հստակ է, այսինքն մարդիկ ուղղակիորեն չեն ունենալու աշխատանք որոշակի վարձատրությամբ։ Ամբողջ խնդիրը հետևյալն է, որպեսզի մենք կարողանանք խթանել աշխատանքի ներգրավման այս process-ը, որտեղ գյուղերը դատարկվում են, փաստացի, գյուղմարզերից մեկնում են Երևան կամ ուղղակիորեն ախտագախտում են։ Մեր խնդիրն է այն մարզում, որտեղ անգամ գնալով նոսրանում է բնակչությունը, ստեղծել աշխատատեղեր եւ ստեղծել գոնե կյանքի այն որակավորումները, որով կարող է գյուղը գոնե պահպանվի, մարզը կարող է պահպանվի եւ գոնե նույնիսկ անգամ ավելանա։ Գյուղացին չմտածի այս դեպքում որոշակիորեն իր կյանքը պահպանելու համար կամ այդ խնդրով արտագաղթի։ Հիմնական նպատակներից են նաեւ արտադրությունները, որոնք կարող են գործարանների տեսքով ի հայտ գալ, այս դեպքում հողատարածքային որոշակի խնդիրներ եւ այդ խնդիրները լուծելով մեզ մոտ կառաջանա արդեն մեր 4-րդ կետը, երբ որ մենք կարողանանք ստեղծել երաշխավորված մթերում, այո։ Երկրորդ քայլը փոքր բիզնեսին հարկերից ազատումն է։ Այսօրվա իշխանությունը ճիշտ հակառակն է անում։ Ինչպես է դուք դա հնարավոր համարում, ինչպես է դա համադրվելու պետբյուջեի կայունության հետ։ Ինչպես եւ նշել է համակարգող, մեր շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը, փոքր բիզնեսի հարկը մեր պետբյուջեն կազմում է ընդհանրապես 2%։ Եվ այս պարագայում, երբ որ մենք առանձնացնում ենք եւ դուրս ենք բերում փոքր բիզնեսին հարկային պարտավորություններից, դուրս է գալիս մենք հնարավորություն ենք տալիս, որ տվյալ բիզնեսը աճի, զարգանա, դառնա միջին եւ հետագայում արդեն մեծ բիզնես, որտեղ եւ նաեւ բիզնեսմենը եւ բիզնեսը ցանկություն կունենա, շահագրգիռ կլինի նաեւ հետագայում արդեն ավելի մեծը դառնալու։ Ինքը սկզբնական փուլում չի հարկվի 0% հարկ փոքր բիզնեսի համար։ Մեր նպատակն է մեր պետության ներսում այն մասնավոր ընկերությունները, այն բիզնեսներները, ովքեր ցանկանում են իրենց բիզնեսը բարելավել, մենք տալու ենք այդ հնարավորությունը իրենց։ Այդ քայլով որքան գործարար է օգտվելու եւ ձեր հաշվարկներով որքանով կավելանան ՓՄԶ-ների թիվը։ Բացի այդ մի փոքր նաեւ ես մի ուրիշ բան ասեմ, որ սա հնարավորություն է տալիս, որ ներդրողները երբեմն գան այստեղ եւ ստեղծեն արդեն սկզբնական բիզնես։ Հասկանալով, որ պետությունը իրենց վրա ճնշումներ չի գործադրելու։ Մեզ երբեմն նաեւ ասում են, որ ձեր տեխնոկրատ թիմը հնարավոր է որ չիրագործի, ընդհանրապես խորհուրդ կտամ հետևել այս դեպքում Էստոնիայի տարբերակը հետխորհրդային պետություն, միջին տարիքը 35 տարի, բայց տեխնոկրատ եւ տնտեսագետների հստակ ճանապարհը ցույց է տվել, որ պետությունը կարող է դառնալ առաջատարներից։ Պետք է ստեղծել իրավիճակ, որտեղ բիզնեսմենը ճնշման տակ չի լինելու եւ այդտեղ հնարավոր է որ ունենանք արդեն ներդրումների այնպիսի ծավալ մարդկանց տեսքով, չգիտեմ, այս դեպքում գործարարներ անգամ, որ հասկանում են, որ այստեղ հնարավոր է բիզնես ստեղծել։ Գոնե նախնական փուլում իրենց ոչ մի խոչընդոտ չի լինի։ Դեղորայքի գների առնվազն 20%-ով նվազեցման ձեր առաջարկը շուկայական որ կոնկրետ գործիքներով է իրականացվելու։ Մենք ամսի 12-ին, փետրվարի 12-ին կներկայացնենք շատ ավելի պարզ քայլեր, շատ ավելի պարզ ծրագրեր, շատ ավելի պարզեցված կերպով։ Կարող եմ ասել հետեւյալը, որ մեր այսօրվա 20% էժան դեղորայքի դեպքում առաջնահերթություն է այն, որ կան հստակ դեղորայքներ, top 100 դեղորայք, որ օգտագործում է մեր այսօրվա թոշակառուն, բայց փաստացի թոշակի 50%-ը տրամադրում է կոմունալ բոլոր ծախսերին, իսկ մնացած մասը չի կարող, օրինակ, չգիտեմ, օգտագործել։ Ընդհանրապես մեկ պարզագույն օրինակ բերեմ,
կոնկորդ տեսակի դեղորայքը Ռուսաստանի Դաշնությունը վաճառում է ընդամենը 570 դրամ։ Մեզ մոտ գինը հասնում է 1400։ Դա ընդամենը ճնշման դեղ է, որ պատկերացնեք։ 3 անգամ ավել, մոտ 3 անգամ ավել արդեն մեր հասարակության համար այն էլ վերին շերտի համար։ Բոլոր տարածքները այո ունեն ճնշման խնդիր։ Եվ ո՞րն էր այն գործիքակազմը, որով պետությունը չի իրականացնում գոնե այսպիսի անհասկանալի գների գնաճը փորձել զսպել գոնե։ Մենք տեսնում ենք այդ ճանապարհը եւ հստակ ձևակերպելու է։ Ձեր կարծիքով ինչու այժմ չեն իջնում դեղերի գները, շատերն են բողոքում, որ ի տարբերություն մեր հարևան Վրաստանի բավականին թանկ են դեղերը Հայաստանում։ Ես կարծում եմ գործիքակազմը այնտեղ ավելի հստակ է գործում, այստեղ հնարավոր է որոշակիորեն մոնոպոլիա է գործում դեղորայքի շուկայում, որը պետության անտեսման խնդիրն է, որտեղ ես կարծում եմ, որ վերջի 7-8 տարում հստակ որևիցե մի հայտարարություն չի եղել նման կերպ, որ կարելի է ուշադրություն դարձնել դեղորայքի գների վրա, որովհետև նման կերպ դուրս է գալիս, որ այսօրվա իշխանությունը արհամարհում է թոշակառուներին, իրենց ֆինանսական բեռը եւ այլ խնդիրներ։ Չորրորդ քայլով, ինչպես եւ դուք նշեցիք, անդրադառնում եք գյուղացիների համար ցավոտ թեմաներից մեկին։ Խոսքս մթերման խնդրի մասին է։ Մենք ամեն տարի նկարահանում ենք բողոքի ակցիաներ, դժգոհություններ տարբեր ապրանքատեսակների մթերման շրջանում։ Ձեր դեպքում երաշխավորված ինչ մեխանիզմներ են գործելու։ Մենք ստեղծելով բիզնես այնպիսի հեշտհարթակ, որտեղ կարող են ներդրումներ տեղ ունենալ, հնարավոր է այստեղ ստեղծել մթերման կայաններ բոլոր մարզերում, որտեղ կարող է գյուղացու բեռը թեթևանալ։ Գյուղացու առաջնահերթ խնդիրն է դառնալու իր բերքը ցանել, հավաքել եւ արդեն հանձնել մթերման։ Եվ այստեղ խնդիրը հետեւյալն է, երբ որ մարզում մեկ մթերման կայան չի լինում եւ լինում է 2-3-ը, այս դեպքում մրցակցային իրավիճակ է ստեղծվում եւ գյուղացին գոհ է մնում իր աշխատանքից։ Այսինքն հասկանում է, որ իր բերքը հստակ որոշակիորեն հետաքրքրություն ունի մթերման կայանների կողմից եւ արդեն գնի մեջ ուղղակիորեն թելադրանք չի լինում, այլ լինում է մրցակցային եւ դա ձեռնտու է լինում գյուղացու համար։ Մեզ համար նաեւ կարեւոր է գյուղացու աշխատանքը, որ գյուղացու խնդիրը լինի առաջին հերթին, թե ինչպիսի բերք պիտի ինքը տա, ինչ բերք տա, որովհետեւ այդպես հնարավոր է անուղղակիորեն նաեւ ղեկավարել եւ կառավարել տեղի շուկան, օղերը, բերքատվությունը, բերքի որակը, տեսակը, այսպես հնարավոր է ամբողջ խնդիրը շատ հստակ կերպով մի քանի տարում արդեն լուծում տալ։ Ոչ մի այլ process-ի չմասնակցել, ուղղակիորեն հետևել այդ խնդրին։ Եվ վերջապես 5-րդ կետին պետական աջակցությամբ բնակարանաշինությանն անդրադառնանք։ 20,000 բնակարան պետական աջակցությամբ։ Ովքեր են լինելու այդ ծրագրի շահառուները, ինչու հենց 20,000, ինչ հաշվարկների վրա է հիմնված այդ թիվը։ Գաղտնիք չէ բոլորիս համար, որ այսօր Երևանում կառուցապատման մեծ բում է տեղի ունենում եւ երբ որ պետությունը այդտեղ որևիցե գործիքակազմին չի հետևում, լինում է այնպես, որ գները շատ արագ եւ անհասկանալի կերպով աճում են։ Ինչ ենք առաջարկում մենք 20,000 մատչելի բնակարաններ նորաստեղծ ընտանիքների համար եւ բազմազավակ ընտանիքների համար հնարավոր է հետեւյալ կերպ։ Պետությունը իր հերթին տալիս է որոշակի հստակ զոնաներ, որտեղ կարելի է կառուցապատման աշխատանքներ կատարել։ Տալիս է ենթակառուցվածքներ, կոյուղի, գազ, ջուր, լույս, բոլոր հնարավոր այն ամենը, որով կարելի է գոնե ինքնարժեքը ցածրապահել։ Եվ հստակ կարելի է ձևակերպել, որ այսպես հնարավոր է գոնե բնակարան ձեռք բերել եւ ոչ թե խոսել աստղաբաշխական թվերի մասին։ Խնդիրը հետեւյալն է. պետությունը իր գործիքակազմին չի հետևել։ Թողել է բարձր թողեվիճակում եւ այսօր մենք առաջում ենք մի խնդրի հետ, որտեղ բեմերը աստղաբաշխական են, իսկ աշխատավարձերը մարդկանց ոչ, դրա համար հետեւյալ կերպով մարդիկ չեն կարողանում բնակարան գնել։ Իսկ շատ բազմազավակ ընտանիքներ եւ նորաստեղծ ընտանիքներ չեն կարողանում բնակարան ձեռք բերել։ Անկամ նորաստեղծ ընտանիքներ հետաձգում են իրենց ամուսնությունը միայն մի պարզ պատճառով, որ չեն կարողանում բավարար գումար վաստակել բնակարան ձեռք բերելու համար։ Եթե ես չեմ սխալվում, վերջի տարում արդեն ամուսնության միջին տարիքը դարձել է 33 կամ 32-ը։ Դուք կարծում եք, որ հենց բնակարանաշինությունն է դրա։ Նաեւ պատճառներից մեկը կարող է դա լինել, որը մեծագույն խնդիր է այսօր։ Կյանքի գին թանկացել է։